Բարի օր հարգելի հեռուստադիտողներ, եթերում ուժի գործոնն է, այսօր իմ զրուցակիցը նախկին փոխարգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է, պարոն Մանասարյան, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Շնորհակալություն հրավերի համար, շատ հաճելի է միշտ ձեր մոտ լինել։ Շնորհակալ եմ։ Գրեթե կլարանա շուտով 1 ամիս է, ինչ Իրանի դեմ պատերազմը շարունակվում է։ Նախորդ ամիսներին եւ տարիներին անդադ վերլուծելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այս սցենարը քիչ թե շատ կանխատեսվում էր։ Բայց դրա հավանականությունը այդքան բարձր չէր գնահատվում, հաշվի առնելով, թե ինչ քաոս կարող է պատերազմը եւ հարձակում Իրանի դեմ բերել Մերձավոր Արևելքում, բայց մենք ունենք այն ինչ ունենք եւ այդ կանխատեսումները իրականություն դարձան։ Եվ պատերազմի մասշտաբները հայտնի չէ, թե մինչև ուր կարող են ընդլայնվել, որովհետև եթե նախորդ առաջին փուլում պատերազմի ռազմական ենթակառուցվածքներին էր հիմնականում հարվածներ հասցվում, ապա հիմա արդեն քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքներին, Իրանի գազի հանքավայրերին, Իրանն էլ արաբական ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներն է շարքից անում, փորձելով շատ ծանր հարվածներ հասցնել արաբական երկրներին ու Միացյալ Նահանգներին։ Ինչպես ստացվեց, որ մենք հասանք այս շեմին եւ այս պատերազմը սկսվեց։ Իրականում շատ հետաքրքիր հարց է եւ ես կարծում եմ, որ այս իրավիճակը, որը հիմա առկա է, որը հիմա կա, դա շարունակությունն է այն գործողություններին, որը տասնյակ տարիներ առաջ են սկսվել։ Այսպես կոչված Պանդորայի արկղը կիսաբացվեց այն օրը, երբ որ սկսեցին ռմբակոծել Հարավսլավիան, որից հետո հետևեց Կադաֆի սպանությունը, Իրաքի նախագահին կախաղան հանելը, կարանք շարունակենք անվերջ։ Եվ վերջնականապես Պանդորայի արկղը բացվեց հիմա, Իրանին հարձակվելուց հետո։ Պանդորայի արկղը մի ունիկալ հատկություն ունի, ինքը չի փակվի։ Եվ մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում, որտեղ գոյություն չունի միջազգային իրավունք։ Այսինքն միջազգային իրավունք չկա, կա մնացել է երկու իրավունք, ուժեղի իրավունք եւ թույլի իրավունք։ Իսկ թույլի իրավունքը հավասարազոր է միջազգային իրավունքի։ Ունենք այն ինչ որ ունենք։ Կարծում եմ, թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները ենթադրում էին, որ Իրանի պատասխանը այդքան ուժգին չի լինելու եւ Իրանը չի գնա այն քայլերին, այսինքն ծոցի փակմանը, նավթային եւ գազային ենթակառուցվածքային խփելը, բայց այդ ամեն ինչը տեղի ունեցավ, երբ որ սկսեցին ոչնչացնել քաղաքական գործիչներ։ Նախ ոչնչացվեց, սպանվեց առաջնորդը Խոմեյնիին, իր հետ միասին սպանվեցին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, հատկապես պահպանների կորպուսից, եւ դա չի մարսվելու, ուղղակի չի մարսվելու։ Որպես պատասխան սկսեցին ռմբակոծվել ամերիկյան ռազմաբազաները ծոցի երկրներում, ակնհայտորեն համապատասխան պատասխաններ են գնում Իսրայելի վրա, եթե լինենք ռեալիստ, դժվար է համեմատել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական պոտենցիալը Իրանի պոտենցիալի հետ, բայց այն ինչ որ Իրանը ունի եւ միգուցե այն ինչ որ առ այսօր դեռ չի օգտագործել, բավական է, որ հասցնի սարսափելի վնաս եւ մտցնի միջազգային տնտեսությունը ճգնաժամի մեջ, որը արդեն իսկ սկսվել է։ Ըստ վերլուծաբանների այս պահին նավթի միջազգային շուկան օրական չի ստանում մոտավորապես 20 միլիոն բարել նավթ, մինչև 20 միլիոն բարել նավթ, օրական պահանջը 100 միլիոն է, որպես արդյունք գինը երեկվա դրությամբ եղել է $118 բարելի, եւ դեռ կարող է աճել, կանխատեսում են մինչև $200, եթե երկար Հորմուզը փակվի։ Այո։ 3 չառաջ օրը Սաուդյան Արաբիային գազային ենթակառուցվածքներին հրթիռային հարձակումից հետո գազի արժեքը բարձրացավ 20%, անմիջապես։ Դա ճգնաժամ է, բայց մենք խոսում ենք մենակ էներգոկիրների մասին եւ մոռանում ենք, որ միջազգային, որ պարատանյութերի, միջազգային առևտրի
30%-ը գնում էր այս ճանապարհով, լոգիստիկան սա էր, այսինքն դա էլ չկա, իսկ դա բերելու է պարենային կրիզիսի արդյունքում։ Ապրանքների թանկացում եւ միանշանակ մենք կանգնած ենք մի ժամանակահատվածի մի շեմին, որտեղ յուրաքանչյուր վատ զարգացում արդեն չի կարելի բացառել։ Եկեք չմոռանանք միջուկային օբյեկտների մասին, որը առկա են թե Իրանում, թե Իսրայելում, ել չեմ ասում Միացյալ Նահանգներում։ Ну մի հարված թեկուզ ոչ շատ թիրախային, բայց Բուշերին եղավ արդեն։ Բուշերին եղավ, ըստ տեղեկությունների, այդ ինֆորմացիան, որ եկավ, հարվածը մոտավորապես 200 մետր հեռավորության էր, որը մի սարսափելի բան է իհարկե։ Իսկ ով ասեց, որ ասենք թե Իրանը չորոշի պատասխանի։ Մանավանդ որ Իրանից հստակ հայտարարել են, որ իրենք ասիմետրիկ ձևով պատասխանելու են, այլևս զսպվածություն չի լինի։ Եթե Աստված ոչանի Բուշերին մի բան լիներ, Իրանը չէր վերանա, քանի որ մեծ երկիր է, իսկ Աստված ոչանի, եթե նույն բանը կրկնվի Իսրայելի տարածքում, Իսրայելը կոչանա որպես պետություն արդեն։ Դա մի սարսափելի բան է։ Դա մի սարսափելի բան է, եւ իհարկե այստեղ յուրահատուկ իրավիճակի մեջ են ընկնում տարածաշրջանի երկրները, այդ թվում եւ մենք։ Մենք մեզ ավելի ուշ կգանք, բայց եկեք փորձենք հասկանալ ի վերջո այս պատերազմի խորքային պատճառները։ Արևմտյան, հատկապես ամերիկյան վերլուծական շրջանակներում գնալով ավելի դոմինանտ է դառնում այն եզրահանգումը, որ իրականում այս պահին Իրանը որևէ կենսական սպառնալիք Միացյալ Նահանգների համար չէր ներկայացնում, եւ այն սպառնալիքը, որը ներկայացվեց այս պատերազմ սկսելու համար, այսինքն որ որը միջուկային զենք կստեղծեին, որ սա կլներ, նա կլներ, դրանք ավելի շուտ քողածածկույթ են եղել այս պատերազմ սկսելու համար։ Անկամ առաջին պաշտոնահրաժարականը մենք տեսանք Միացյալ Նահանգների հակահետախուզության կենտրոնի տնօրեն, որն ասաց հակաաբեկչական ներողություն, եւ ասաց իմ խիղճը հանգիստ չի, իր ձևակերպումն էր ամենայն դեպս, որ ես չեմ կարող այս իրավիճակում արդարացված համարել այս պատերազմ, որտեղ դա Իսրայելի դրդմամբ է տեղի ունեցել։ Ի վերջո, որն է այս պատերազմի պատճառը։ Մենք նախորդ տարվա հունիսի պատերազմից հետո տեսանք, որ ամեն դեպքում Իրանի կողմից եղան կրկին փորձեր, որպեսզի գնալ ինչ-որ քիչ թե շատ պայմանավորվածության, եւ պատերազմի նախորդին էլ բանակցություններ էին ընթանում, եւ միջնորդ Օմանը հայտարարեց, որ գրեթե գործարք կարող լինել, բայց դրա նախաշեմին Իրանի ղեկավարությունը սպանվում է։ Գիտեք ինչ, իմ մոտ sense տպավորություն է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մոտ նպատակները տարբեր են։ Իսրայելի համար Իրանի գոյություն ունենալը վտանգ է ըստ իրանց դոկտրինի եւ եկեք անկեղծ լինենք, Իրանն էլ չի ընդունում Իսրայելը որպես պետություն։ Դա մեկ։ Միացյալ Նահանգների համար իրանք դրոշը բարձրացրել են միջուկային վտանգի, բայց կներեք, այդ միջուկային վտանգը 30 տարի առաջ Նետանյախուն նույն սկավառակներ միացրել։ Նույն ձևով ասում են, որ մի քանի շաբաթից իրանք կունենան միջուկային զենք։ Գրոսին գնաց, Գրոսի պատվիրակությունը գնաց հայտարարեց, որ չկա, բայց կա որոշակի տոկոս բարձր հարստացված ուրան, որը որևէ բան չի նշանակում բացարձակապես։ Ենթադրության դաշտից է։ Այո, ենթադրության դաշտից է։ Որոշ վերլուծաբանների կարծիքով Միացյալ Նահանգների խնդիրը կանգնացնել Չինաստանին։ Այս կապը եկեք փորձենք հասկանալ, ինչ դեր ունի այստեղ Իրանը։ Իրանը խոշորագույն մատակարարողն է նավթի Չինաստան։ Եվ եթե նավթի մատակարարումը դադարի, դժվար է պատկերացնել չինական տնտեսության աճը։ Արդեն իսկ հայտարարված է, որ թվերը իջեցված են զարգացման։ Դա երկարատև պրոցես է լինելու, կարանք դիտարկենք, որ դա այս պրոցեսի սկիզբն է, ասենք թե Չինաստանին կանգնացնելը, բայց արդյոք պետք է Չինաստանին կանգնացնելու համար համաշխարհային շուկան կոլապսի մեջ դնել։ Մենք հիմա ասում ենք Չինաստանի մասին, ես չեմ կարող պատկերացնել Միացյալ Եվրոպան ոնց է դրանից դուրս գալու, ինչ վիճակի են հասնելու եւ այլն եւ այլն եւ այլն։
Այդ իսկ պատճառով ուզում եմ ասեմ հետևյալը, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նպատակները տարբեր էին եւ ամեն ինչ ասում է դրան, ամեն ինչ խոսում է դրա մասին, որ իրար հետ համաձայնեցված չեն եղել։ Ինչ որ կիսա անհասկանալի չկարգավորող գործընթաց է գնացել։ Եվ հիմա իմ մոտ հարց է առաջանում, երևի բոլորի մոտ է հարց առաջանում, իսկ ով է առաջինը խփել, Իսրայելը թե Միացյալ Նահանգները։ Տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգներում ամեն դեպքում Իրանի դեմ պատերազմ սկսելու ցանկություն չի եղել, հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը ու դրա հետևանքները, եւ դա եղել է Իսրայելի նաեւ Միացյալ Նահանգներում իսրայելական լոբիի ճնշման արդյունք, նաեւ զուգահեռաբար Էփշտեյնյան սկանդալը, որը տարածվում է Թրամփի շուրջը։ Կա, նման վարկած կա, բայց եկեք չմոռանանք ռազմաարդյունաբերական համալիրը նաեւ։ Որ կարող է լոբինգ անել։ Անշուշտ։ Շատ մեծ փող է դա կապված։ Շատ մեծ փող է դա կապված, դա էլ կարա լինի։ Բայց հստակ արտահայտված պետք է ասել, եւ դրա մասին բոլորն են ասում, այդ թվում Տրամփի ադմինիստրացիայի անդամները, որոշ անդամները իհարկե, որ ուղիղ վտանգ չկար։ Միացյալ Նահանգներին Իրանը չէր վտանգում, բացարձակապես։ Դուք մատնանշեցիք առաջի արդեն հրաժարականը, հակաբեկչական կոմիտեի ղեկավարի, մենք քիչ առաջ ձեր հետ խոսում էինք, միացյալ հետախուզության պետը Տուլսի Գաբարդը։ Ասենց ելույթներ է ունենում, ասենց տպավորություն է ստեղծվում, որ ինքը շատ է ուզում, որ իրան գործից հանեն։ Այսինքն մարդիկ չեն համակերպվում այդ գաղափարի հետ, չեն հասկանում տրամաբանությունը չեմ հրապարակումներ եղան, որ փոխնախագահ Վենսն էլ այդքան կողմ չի եղել եւ դրանով նրա որոշակի պասիվությունը պայմանավորված։ Մենք իհարկե ուղղակի նայում ենք բաց աղբյուրներն ենք նայում, բայց ես դեռ չեմ հիշում այդ նման ժամանակահատված Տրամփի ադմինիստրացիայի գալուց հետո, եւ որ Վենսը չերևար այդքան ժամանակ, ինքը չկա, այո, ինքը գոյություն չունի։ Որպես փոխնախագահ մենք չենք լսում իրան ամենայն դեպս։ Ինչ որ այն չի։ Երկար տարիներ մենք անդադ Իսրայելի վարչապետի կողմից լսել էինք այդ հայտարարությունները, որ Իրանն ուր որը միջուկային զենքը կստեղծի եւ որ առաջ պետք է կանխարգելիչ հարված հասնել եւ այս սպառնալիքը ոչնչացնել։ Ամեն դեպքում ամերիկյան վարչակազմերը այդ քայլին չէին գնում։ Եվ միայն նախագահ Թրամփի օրոք, որ անցած տարի մենք տեսանք կարճատև հարձակում Իրանի վրա 12-օրյա պատերազմի ժամանակ, որտեղից Թրամփը դուրս եկավ ինչ որ կերպ ասելով, որ մենք վերջացրինք եւ այլն, բայց ամեն դեպքում նրանք կրկին կարծես ներքաշեցին այս պատերազմի մեջ, եւ որտեղ պարզ է Իսրայելը որքան էլ ցանկանա այդ Իրանի հարցը լուծել, միայնակ նա ի վիճակի չէր եւ իր ամբողջ երաշխիքը դա Միացյալ Նահանգների ներգրավումը կարող է լինել։ Մինչև որ ձեր կարծիքով այս պատերազմը կարող է հասնել, որովհետև արչևում կոնգրեսի ընտրություններ կան, կա հավանականություն, որ հանրապետականները կարող են ընտրությունները տանուլ տալ դեմոկրատներին եւ կարծես թե Իսրայելում փորձում են մինչև այդ եղած ժամանակահատվածը առավելագույնս օգտագործել Իրանի հարցը ինչքան հնարավոր է մեծ մասշտաբով լուծելու համար։ Շատ ճիշտ եք։ Իմ մոտ sense տպավորություն է ստեղծում, որ Տրամփի առաջ հիմա չասենք Տրամփի դիմաց, ամերիկյան ադմինիստրացիայի դիմաց կամ Ամերիկայի դիմաց մի հարց է դրված, փորձել դուրս գալ այդ պատերազմից, պահպանելով երեսը։ Շատ բարդ է։ Ամենապարզ, ասենք թե կոշտ եւ կոպիտ ձևը հերթական անգամ հայտարարել, որ մենք կրեցինք Իրանին, ոչնչացրինք այն, ինչը 5 ամիս առաջ էր ոչնչացրել։ Եվ դուրս գալ պատերազմից։ Իհարկե դա Իսրայելին չի բավարարի։ Իհարկե դա Իսրայելին չի բավարարի, եւ դուք ճիշտ եք, հիմա փորձում են ինտենսիֆիկացիայի ենթարկել այդ հարվածները, հաշվի առնելով, որ կա ժամանակի լիմիտ։ Մի կողմից ժամանակի լիմիտ կապված Ամերիկայի ներքին քաղաքական իրավիճակի հետ, մյուսը կապված միջազգային տնտեսության իրավիճակի հետ, այդ կոլապսի հետ, որը կոլապսի պահը չի հասել, որը մոտիկանում է, որը շատ մոտիկանում է։ Տեսեք, երեք տեղեկատվություն գնաց, որ արդեն այդքան է խառնվել իրար, որ հանում են պատժամիջոցները ռուսական նավթից եւ թույլ են տալիս, որ ռուսական նավթը գնա։ Կամ թույլ են տալիս, այսինքն չեն խանգարում, որպես իրանական նավթով լցված տանկերները։ Իրանական նավթը գնա, ընդհանրապես նոնսենս է։ Իմ մոտ sense տպավորությունն է, որ դա դեռ մի 2-3 ամսվա պատմություն է լավագույն դեպքում։
Մենք ինչ տեսանք, նախքան Իրանի դեմ հարձակում, մենք տեսանք ԱՄՆ-ի գործողությունը Վենեսուելայում։ Դա շատ հեշտ տրվեց, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Վենեսուելան նավթային աշխարհային պաշարներով առաջին պետությունն էր։ Հիմա Իրանը, որը նավթի պարագայում երկրորդ խոշորագույն պաշարներն ունի աշխարհում։ Դուք Չինաստանի մասին խոսեցիք։ Արդյոք հենց Վենեսուելայի գործողությունը սա թիկունքը ապահովելու նպատակ չուներ, այսինքն վերահսկողություն ստանալ Վենեսուելայի նավթի նկատմամբ եւ գոնե Ամերիկայի համար այս ռիսկերը ինչ որ ձև կառավարել հաշվի առնելով, որ այ Հորմուզն էլ կարող է փակվել եւ խնդիրների առաջ կանգնել։ Դե գիտեք ինչ, նավթի շուկան շատ հետաքրքիր մեխանիզմ է եւ շատ բարդ է իրան հասկանալ։ Նախ սկսենք դրանից, որ Միացյալ Նահանգները հանդիսանում են նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկը։ Ինչ վերաբերում է Վենեսուելային, որ ինչքան ես գիտեմ, ինչքան ես հետաքրքրվել եմ, Վենեսուելայի նավթը այդպես կոչված ծանր նավթն է, որի արտահանումը եւ մշակումը բավականին բարդ է եւ թանկարժեք։ То есть այդքան էլ բան չի։ Բայց դա պաշար է, իհարկե, խոշորագույն պաշար է, եւ այդ պաշարի ոչ թե տիրապետումը, այլ ղեկավարումը այդ նպատակներ, որին Միացյալ Նահանգները պնդում էին եւ հասան։ Անունը դրել էին, որ ժամանակին իրանք բան են արել, ազգայնացրել են դա եւ մենք հետ ենք վերադարձնում մեր ունեցածը։ Դե ինչ ասեմ, էլի անդրադառնամ դրան, որ միջազգային իրավունքը գոյություն չունի եւ ուժերի իրավունքով ինքը այդ բանը արեց։ Բայց եկեք մի քիչ էլ հետ գնանք, հիշենք ոնց իրանք մտան Իրաք։ Էլի որևէ դիմադրություն չեղավ։ Եվ հաշվի առնելով այս օրինակները, Իրաքը, Վենեսուելան, իրան թվաց, որ Իրանում էլ նույնն է լինելու։ Բայց կյանքը ցույց տվեց, որ լրիվ հակառակը տեղի ունեցավ։ Հակառակը տեղի ունեցավ եւ անգամ բերլուծաբանների կարծիքով այն իրանական հասարակության այն զանգվածները, որոնք ընդդիմադիր էին, այս ամեն ինչից հետո միացան ընդհանուր տարվող քաղաքական կուրսի հետ։ Այսինքն իրավիճակը փոխվեց։ Եթե մենք խոսում ենք Իսրայելի նպատակների մասին, մենք բազմիցս առիթներ է եղել լսելու Իսրայելի թե վարչապետի, թե նրա կոալիցիոն դաշնակիցների կողմից, ովքեր արվել ծայրահեղաչերին են պատկանում, հայտարարություններ, որ Իսրայելը պետք է գերիշխանության հասնի Մերձավոր Արևելքում, այսինքն մեծ Իսրայելի կոնցեպտը, որ իրենից ենթադրում է զուտ աշխարհագրորեն Մերձավոր Արևելքի երկրներից զգալի տարածքներ՝ Լիբանան, Իրաք, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, անգամ Թուրքիայից որոշակի հատված եւ այլն։ Արդյոք Իրանի հարցը լուծելը Իսրայելի համար նաև հեռուն գնացող նպատակ չունի Մերձավոր Արևելքում այս գերիշխանությունը հաստատելու, որտեղ եթե մենք վերջին տասնամյակների պատմությանն ենք նայում, Իսրայելի ստեղծումից ի վեր մի քանի արաբա-իսրայելական պատերազմներ եղան, այսինքն Իսրայելի գոյությունն ինքնին արաբական աշխարհում չէր ընդունվում։ Բայց ժամանակի ընթացքում Իսրայելի այդ հակառակորդների թիվը գնալով նվազեց եւ վերջո հիմա գլխավոր խոչընդոտը եւ հակառակորդը Իրանն է։ Թուրքիան իր հերթին թուրք-իսրայելական հարաբերություններին կանդրադառնանք, բայց Իրանի գործուն արդյոք Իրանի հարցը լուծելը հեռուն գնացող հենց այս նպատակը չունի։ Կա նման վարկած եւ որոշ մասնագետներ կապում են Իրանի Իսրայելի հնարավոր գոյատևումը Մերձավոր Արևելքում քաոսային իրավիճակ ստեղծելու հետ, որ եթե Մերձավոր Արևելքում ստեղծվի քաոսային իրավիճակ, այդ իդեալական պայմաններն են Իսրայելի գոյատևման, զարգացման, բարգավաճման եւ ընդլայնման միգուցե ապագայում։ Այդ վարկածը կա։ Հիշում էին այն օրը, երբ որ Երուսաղեմ հռչակվեց Իսրայելի կողմից մայրաքաղաք, այնտեղ ելույթ էր ունենում մի երիտասարդ նախկին սպա, հեռուստատեսության աշխատակից, չեմ հիշում որ չենելի, որը իրան դոշ էր ծեծում եւ ասում էր իսկական պահն է հասել, որ երրորդ տաճարը կառուցվի։ Եվ ով էր դա? Ներկայիս պատերազմի նախարարը։
Ան հայտարարությունը շատ են հնչում եւ անգամ երբ որ եղավ Գազայում հրադադար հաստատելու Թրամփի նախաձեռնությունը, գիշեք ամիսներ առաջ էր։ Դրանից անմիջապես հետո Նեթանյահուի կառավարության ծայրահեղաչերից Բենգվիրներ հրաժարական տվեց, ասելով եւ նաեւ մյուս ուժերներ, ասելով եթե պատերազմը չվերսկսվի, ապա լուրջ խնդիրներ կլինեն։ Եվ չանցած մի քանի շաբաթ պատերազմը վերսկսվեց։ Այսինքն սա դոմինանտ ուղղությունն է, առնվազն եթե նայում ենք թե որ ուժերից է բաղկացած Իսրայելի կառավարությունը։ Եկեք փորձենք հասկանալ ուրիշ հանգամանք։ Հիմա առնվազն այս պարագայում, այս պայդրությամբ Իրանը շարունակում է դիմադրությունը, շարունակում է ցավոտ հարվածներ հասցնել, փորձելով դրանով պատերազմի գինը հատկապես Միացյալ Նահանգների համար բարձրացնել։ Բայց մենք չգիտենք ի վերջո որքան սա կշարունակվի, մենք չգիտենք ի վերջո թե սա ինչով կավարտվի։ Եվ ակնհայտ են, որ դեռևս փորձեր լինելու են կրկին Իրանի ղեկավարությունից առանցքային դեմքերի սպանելու եւ փորձելով դրանով փլուզել Իրանում կառավարման համակարգը եւ դրա արդյունքում ստանալ քաոս երկրի ներսում եւ այդպես հասնել հաղթանակի։ Որքանով է դրա հավանականությունը մեծ, թե ամեն դեպքում Իրանը ունի բավարար կարողություններ պատերազմը թեկուզ երկարաձգելով եւ ԱՄՆ-ին ավելի ծանր հարվածներ հասցնելով դիմանալ եւ դրանից դուրս գալ գուցե ավելի ուժեղացած, թե իրավիճակը շատ ավելի ծանր է։ Չէ, գիտեք, այդպես ասենք, որ մենք ասում ենք պատերազմ, շատ հետաքրքիր է, ոչ մի պետությունը պատերազմ չի հայտարարել, բայց Չէ, ցամաքային զորքերն են։ Այո, ռազմական գործողությունները սկսվել են եւ շարունակվում են։ Պարադոքսալ իրավիճակ կարա ստեղծվի։ Իրանը չպարտվի եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չկրեն։ Այսինքն տեսեք ինչա դուրս գալիս։ Չպարտվելով Իրանը հաղթահարած է դուրս գալիս, չպարտվելով։ Սարսափելի հարվածներ են հասցված Իրանին, տնտեսությանը, մեծ քանակությամբ զոհեր կան բնակության այդ ղեկավարությունից ղեկավարության մասն էլ չեմ ասում, երեխաներ, հասարակ քաղաքացիներ եւ այլն։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ հատկապես Միացյալ Նահանգները չեն կարող ավերջ շարունակեն։ Նախ կա տնտեսական ինչ-որ պոտենցիալի շեմ, որից հետո անգամ իրանք չեն կարող անցնեն։ Վերջապես պատերազմական գործողությունների յուրաքանչյուր օրը փող է եւ բավականին մեծ փող։ Դիված 200 միլիոն է լրացիչ կոնգրեսից խնդրում։ Որը խիստ կասկածելի է, կտրամադրեն թե չէ։ Ես կարծում եմ վերջը լինելու է սա։ Մենք ականատես կլինենք մոտարապես 2-ից 3 ամիս ռազմական գործողությունների, որից հետո Միացյալ Նահանգները կհայտարարեն, որ իրանք հաղթահարեցին եւ դուրս կգան։ Իսրայելը մենակ դժվար թե կարողանա որևէ բան անի։ Եվ զուգահեռ դրան ես վստահ եմ, որ կսկսվի մի շատ հետաքրքիր գործընթաց ամերիկյան ռազմական բազաների հանման մերձավոր արևելքից, այսինքն ծոցի երկրներից։ Ես հենց այս թեմային էլ ուզում էի գալ։ Տասնամյակներ շարունակ, երբ ծոցի արաբական երկրները հյուրընկալելով ամերիկյան ռազմաբազաները, ընդունված էր համարել, որ դա իրենց համար անվտանգության երաշխիք է։ Եվ ծոցի արաբական երկրները, որոնք բարգավաճում էին նավթի գազի արդյունահանման շնորհիվ եւ դարձել էին թե ներդրումների, թե կայունության իմաստով աշխարհի ամենագրավիչ վայրերից մեկը, հիմա ռումբերի տակ են։ Եվ փաստորեն ստացվեց, որ ամերիկյան ռազմական ներկայությունը ոչ թե երաշխիք է իրենց համար, այլ սպառնալիք։ Թիրախ են դառնում։ Որովհետեւ այո, Իրանի հետ բազմաթիվ խնդիրներ ունեցել են, բայց երբևէ Իրանի կողմից ռազմական գործողություններ չեն եղել եւ իրենց տարածքը պատերազմի թատերաբեմ դարձավ ԱՄՆ-ին տարածք տրամադրելու պատճառով։ Ձեր գնահատմամբ, այսինքն գուցե արաբական երկրները փորձեն ազատվել ամերիկյան ներկայությունից։ Անպայման այդ գործընթացը սկսվելու է, դա հեշտ չի լինելու։ Բայց կարողանալու են դա անել։ Դա հեշտ չի լինելու, բայց սկզբունքորեն ասում եմ դուք եկել եք ձեր ռազմական ներկայությունը հաստատել եք մեր երկրում, ասելով որ մենք ձեզ պաշտպանելու ենք, իրականում դուք մեզ չեք պաշտպանում։ Կամ ի վիճակի չեք պաշտպանելու, կամ չեք ուզում պաշտպանելու։ Ձեր նպատակ ուղղակի իրան դեմ պլազդարմ ունենալ։ Այո, դուք ուզում եք օգտագործել մեր
տարածքը երրորդ երկրների վրա հարձակվելու համար։ Այդպես չի լինի։ Եվ դա սկսվելու է, կրկնում եմ, դա շատ դժվար գործընթաց է առնելու, շատ դժվար գործընթաց է առնելու, բայց լինելու է։ Եվ ուր է դա տանելու, որտեղ ստացվում է, որ Մերձավոր Արևելքը լրիվ փոխվելու է։ Դե ըստ երևույթին ուշ թե շուտ վերադառնալու են Մոնրոյի դոկտրինի։ Այսինքն սահմանափակվեն Ամերիկայի։ Բայց այդ դեպքում Մերձավոր Արևելքում ինչ է լինելու, հարցս դրան է վերաբերում։ Եթե չկա ամերիկյան ներկայություն, գիտեք ինչ, ճարտարապետությունը փոխվում է։ Իսրայելը մեծ ռեսուրսից զրկվելու է։ Համաշխարհային ճարտարապետությունը փոխվում է։ Հիմա սկսվել է գործընթաց բազմաբևեռանոց աշխարհի կառուցման։ Ով են ելնելու այդ բևեռները։ Ну, ակնհայտ է, ասենք թե 3-ը կամ 4-ը պարզ են, բայց միգուցե ավել լինեն, միգուցե լինեն, ասենք թե միջազգային բևեռ եւ տարածաշրջանային բևեռ, իրավիճակը փոխվելու է։ Լրիվ է փոխվելու։ Ասենք թե տեսեք այս պատերազմի ֆոնի վրա մենք սկզբունքորեն չենք լսում Չինաստանի ձենը։ Շատ զգուշ են իրանց սպանում, զգուշ, զուսպ, դա իրանց շատ նման է, բայց վստահ եմ իրանց գործը անում են։ Հանգիստ, առանց ղալմաղալի, առանց ավելնորդ խոսակցությունների եւ այլն։ Հնդկաստանի ձայնը չի լսվում առանձնապես։ Այս վերջերս լսվեց, երբ որ Բեկալան եւ ռուսական նավթը տարան, կամ պարսկական նավթը տարան։ Այսինքն իրանց էլ չեն ուզում զայրացնեն առանձնապես։ Ոնց է լինելու, Մերձավոր Արևելքը Իրանից ինչ յունիտ է լինելու եւ որ բևեռի հետ է լինելու, շատ դժվար է ասել, պատկերացնել։ Եվ անգամ տեսեք նույն թուրքերը դատապարտելով Իսրայելին հարվածների համար, որովհետեւ դու խոսք չեն ասում Միացյալ Նահանգների հետ կապված։ Այսինքն շատ զուսպ են իրանց սպառում։ Եվ բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է լինելու, որտեղ ժամանակից շուտ ինչ-որ կողմ բռնելը դա կարող է դա պատմությամբ ապացուցում լուրջ հետևանքներ։ Իսկ նույն Թուրքիան շատ լուրջ տնտեսական հարված է ստանալու, շատ լրջագույն տնտեսական հարված է ստանալու, կապված եւ զբոսաշրջիկության հետ եւ գյուղատնտեսության հետ, դա այդպես չի լինի, չի անցնի։ Ասում եմ, վերջապես ամեն ինչի համար պետք է վճարել։ Թուրքիային կգանք մի հետաքրքիր հարց, ինչ վերաբերում է արաբական երկրներում ստեղծված իրավիճակին։ Օմանը այն բացառիկ երկրներից է, որը խուսափել է պատերազմի թատերաբեմ դառնալուց։ Օմանը թե Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, թե ԱՄՆ-ի հետ, եւ դա էր պատճառը, որ 2 անգամ էլ թե նախորդ տարի, թե այս տարի հենց Օմանում էին բանակցություններն ընթանում։ Մենք նախորդին բավական կոշտ հայտարարություններ լսեցինք Օմանի արտգործնախարարի կողմից, ով շատ բացահայտ ու կտրուկ քննադատեց ԱՄՆ-ի այս գործելավոճը, ասելով, որ դուք կորցրել եք վերահսկողությունը ձեր սեփական արտաքին քաղաքականության հանդեպ եւ տարածաշրջանը ներքաշել եք Իսրայելի դրդմամբ աղետի մեջ։ Օմանի օրինակը բավական հետաքրքիր է, որ ի տարբերություն ծոցի հարևան մնացած երկրների փորձել է բալանսավորված հարաբերություններ կառուցել բոլորի հետ եւ դա է նաեւ հիմա արդյունքը, որ Օմանը չի դարձել պատերազմի թատերաբեմ ինչպես արաբական մյուս երկրները։ Իմ կարծիքով դրա խորքային պատճառները ընդ որում հեռուստադիտողներն ասեն, որ դուք ժամանակին Օմանում Հայաստանի դեսպանն եք եղել, նաեւ դրանով է պայմանավորված հարցը։ Շատ շուտ է եղել։ Գիտեք ինչ, դրա ակունքները կամ արմատները ուրիշ տեղից են գալիս, ինձ թվում է։ Չեմ ուզում ասել, որ բացարձակ ճշմարտություն եմ ասում, բայց տարբերակ է։ Օմանը այն երկրներից է, որը չի սնվում նավթադոլարներով։ Դե չունի նավթ։ Միգուցե դա է պատճառը, որ ինքը իրան կարողանում է ավելի ազատ պահել։ Գումարած դրան, որ մի քիչ առաջ ասել էի, հանգուցալ Սուլտան Կաբուսը, որը ղեկավարում էր երկար ժամանակ Օմանը, ինքը վերինաստիճանի կիրթ մարդ էր, ուներ եվրոպական կրթություն, եւ ինքը փորձում էր այդ մշակույթը երկրի մեջ մտցնել եւ փորձում էր անել դա հաջողությամբ։ Այդ իսկ առումով Օմանը զգալիորեն այն տարիներին, խոսքը վերաբերում է 25-30 տարի առաջ մոտավորապես, մի 25 տարի առաջ, Օմանը որակապես էր տարբերվում արդեն այլ արաբական ծոցի երկրներից, իր մակարդակով։
ասենք թե այդքան հարուստ չէին, բայց բավականին բարձր մակարդակի տեր մարդիկ էին։ Եվ նավթի բացակայությունը տվեց այն իրանց ազատությունը, որը չունեին ոչ Էմիրատները, ոչ Սաուդյան Արաբիան, ոչ Քուվեյթը, դա Չինաստանի կողմից Իրանին հնարավոր օգնության մասին խոսեցիք, Ռուսաստանի գործոնը։ Ռուսաստանից էլ շատ կտրուկ հայտարարություններ չեն հնչում, թեև արևմտյան մամուլը ողողված է հրապարակումներով, որ այդ թվում Ռուսաստանն էլ հետախուզական տվյալներով օգնում է Իրանին խոցել ամերիկյան թերախները Մերձավոր Արևելքում։ Ինչ վտանգ է սա ներկայացնում Ռուսաստանի համար, Իրանի շուրջ պատերազմը։ Այո, հիմա ուշադրությունը ուկրաինական հակամարտությունից շեղվել է այստեղ։ Այո, Ռուսաստանը էներգետիկ այս ճգնաժամի ֆոնին բավական առավելություններ է ստանում եւ անգամ ժամանակավորապես ռուսական նավթի արտահանման վրայից են պատժամիջոցները դուրս գալիս, բայց ամեն դեպքում Իրանի ընկնելը դա երկարաժամկետ հեռանկարում լուրջ սպառնալի կարող է դառնալ Ռուսաստանի համար։ Գիտեք ինչ, եկեք սկսենք, ասենց ասենք, գնանք հերթականությամբ։ Ռուսաստանը կորցրեց արդեն Սիրիան համապատասխան գործընթացների արդյունքում։ Ռուսաստանի արկայությունը մեր տարածաշրջանում հարցականի տակ է որոշ առումով, այսինքն Ադրբեջանը եւ Վրաստանը ըստ ինձ չի լինելու մոտավորապես մեր մոտ զարգացումները ցույց կտան։ Հիմա մեծ հնարավորություն կա Իրանի տապալման պարագայում, որ կորցնի նաեւ Իրանը։ Դա իհարկե Ռուսաստանի համար մեծ հարված է այս սահմաններում չունենալ, ասենք թե հենակետ կամ գործընկեր բարեկամ պետություն, շատ լուրջ է սա, շատ լուրջ է եւ ճանապարհաբացում նաեւ մենք շատ ենք դրա մասին խոսել, բայց դա իրողություն է պանտյուրկիզմի համար, սահմանները բաց են իրանց, Դահեստան եւ այլն, ոնց են անելու։ Իրանը դա այն շիիտական պետությունն էր, որը լինելով կրոնական պետություն, կլերիկալ պետություն, իրանք բավականին պրագմատիկ քաղաքականություն էին տանում այդ ուղղությամբ եւ թույլ չէին տալիս այդ աղանդների թափանցումը եւ այլն։ Այդ առումով իրանք պրագմատիկ էին բավականին։ Հիմա եթե Ռուսաստանը դա կորցնի ամեն ինչը, վտանգվում է, թիրախավորվում է, ասենց ասենք, այո, շատ ճիշտ ասեցիք, ասենք թե կարճատև օգուտներ կան, պետք է երազեն, որ նավթի գինը երազանցի $100, գազը 20%-ով ավելանա, այո, բայց հետո ինչ է լինելու։ Արդյոք ասենք թե այս ճգնաժամի արդյունքում Ռուսաստանը կվաճառի իր գազը Եվրոպային, թե ոչ։ Մանավանդ նրանք հրաժարվում են։ Կալասը մի քանի օր առաջ հայտարարեց, ինչ է լինի, մենք նորից չեն գնա այդ ուղղությամբ։ Դե ասում եմ, եկեք չմեկնաբանեմ Կալասի խոսքերը, էլի ուղղակի։ Չէ, այստեղ մի քիչ ուրիշ բան կա, ասենք թե Ռուսաստանի նախագահան հայտարարել է, ինչ ենք սպասում 27 թվականին, միգուցե մենք հիմա հրաժարվենք վաճառել եւ շուտ կանք ավելի այլ շուկաներ, որտեղ սպառում կա եւ այլն, բայց այստեղ այլ խորքային բան կա նաեւ։ Հիմա Եվրոպան գնում է ռազմականացման, զարգացնում է ռազմաարդյունաբերական համալիրը, չէ՞։ Ռուսական գազի պարագայում այդ արտադրող զենքը, որը շուռ է գալիս արդյունքում Ռուսաստանի դեմ, արտադրվելու է ավելի էժան ռուսական գազով։ Մի քիչ տրամաբանությունից դուրս է, եւ այդ ամեն ինչը թելադրում է դրան, որ նրանք չեն վաճառելու այդ գազը, կամ վաճառելու են շատ դոզավորված։ Էտա։ Դա է այս երկրների հետ կապված։ Մնում ենք մենք։ Հիմա գանք մեզ, մեր տարածաշրջան։ Պատերազմի մեկնարկից ի վեր ակնհայտ է, որ փորձեր արվեցին եւ գուցե դեռ շարունակում են արվել թե Ադրբեջանին, թե Թուրքիային իրան դեմ պատերազմի մեջ ներքաշելու ուղղությամբ։ Մենք տեսանք Նախիջևանի դեպքը, անօթաչուներ ընկնելու, որից հետո Ալիևը շատ կտրուկ հայտարարություններ արեց։ Իհարկե դրանից հետո առ այս պահը հարաբերականորեն վիճակը կայուն է,
այդ սուր հայտարարություններից կարծես ժամանակավորապես Ալիևը նահանջել է, բայց մենք 3 օր առաջ տեսանք Իրանի արտգործնախարարի նախազգուշական զանգը Բաքու եւ Իրանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում շատ ակնհայտ էր կոշտ զգուշացումը, որ եթե Ադրբեջանի տարածքը հանկարծ օգտագործվեց մեր դեմ, դառնալու է թիրախ ինչպես արաբական երկրները։ Ինչ եք կարծում, արդյոք Ադրբեջանը կկարողանա խուսափել պատերազմի մեջ ներքաշվելուց, որտեղ Բաքվում բոլորն էլ հասկանում են, թե դա ինչ կործանարար հետևանքներ կարող է ունենալ, բայց մյուս կողմից Ադրբեջանի վրա ակնհայտ են կան ճնշումներ եւ հատկապես Իսրայելի կողմից։ Հակ ջան, իրոք մեզ համար շատ սենսիտիվ հարց է, եւ եթե անդրադառնանք տարածաշրջանին, մեր Անդրկովկասին կամ Հարավային Կովկասին, ոնց ուզում ենք անվանենք, ասենք թե 3 պետությունից 2-ը ունի ընդհանուր սահման Իրանի հետ, Վրաստանը չունի։ Եվ Վրաստանի հնարավոր պոտենցիալ ներգրավումը այդ գործողությունների մեջ իրատեսական չէ։ Մնում ենք մենք երկուսս։ Իրատեսական չէ, որովհետև կյանքը ցույց տվեց, որ Վրաստանի իշխող ուժը շատ սկզբունքային է եւ շատ պինդ է, երբ որ խոսքը վերաբերվում է ազգային շահերի պահպանուն։ Մնում ենք մենք եւ Ադրբեջանը։ Այդ խորհուրդ տալը շատ անշնորհակալ գործ է, բայց ես կարծում եմ, որ այս պարագայում մենք պետք է վերին աստիճանի զգուշ լինենք։ Վերին աստիճանի զգուշ լինենք յուրաքանչյուր հայտարարության մեջ, ասենք թե յուրաքանչյուր բառը կարա նշանակություն ունենա։ Առավել եւս զգուշ լինենք Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությամբ։ Այդտեղ էլ շատ բան է պետք։ Երբեք պետք չի մոռանալ, որ Իրանը մեր հարևանն է, եւ Իրանը այն պետությունն է, երբ որ միշտ մեզ ձեռ է մեկնել ամենադժվար տարիներին։ Եվ վերջին տարիներն էլ զսպող գործոն է եղել Ադրբեջանի համար։ Ուզում եի դրան անդրադառնալ, ավելի շուտ ասեցիք։ Ես վստահ եմ, որ համապատասխան կոնտակտները շարունակական գնում են երկու կառավարությունների միջև։ Վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում նաև մենք ձեռք կմեկնենք, ասենք թե հումանիտար օգնության պարագայով մեր հնարավորության շրջանակներում իհարկե։ Սա մեր մասն է։ Ադրբեջանի առումով, գիտեք ինչ, միշտ ցած ասացված կա, պարտքերը պետք են վերադարձվեն։ Իսկ արդյոք Ադրբեջանը 44 օրվա պատերազմի պարտքը չի դի Իսրայելին վերադարձնի։ Երբ որ Ադրբեջանում տոնում էին հաղթանակը, այսպես կոչված, կախված էին բացի Ադրբեջանի դրոշից այն պետությունների դրոշերը, որոնք աջակիցներ էին։ Եվ այդտեղ Իսրայելի դրոշը պարզ երևում էր։ Նրանք չեն էլ թաքցրել դա։ Հա? Նրանք չեն էլ թաքցրել դա։ Չեն էլ թաքցրել։ Եվ հիմա պատասխանը պետքա լինի։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ նույն Ալիևը եւ իր կլանը շատ լավ հասկանում են ինչ հետևանքներ կարան լինեն։ Կկարողանան դիմակայել դրան, թե չէ։ Դժվարանում եմ ասել։ Մեզ համար վտանգը կարա գիտեք որը լինի, որ կարա ստեղծվի իմ կարծիքով, կարա իրավիճակ ստեղծվի, երբ որ մենք զերծ մնանք այդ պատերազմական գործողություններից, բայց պատերազմական գործողությունները տեղափոխվեն մեր տարածք։ Դուք նկատի ունեք ամերիկյան հնարավոր հետագա ներկայությունը այստեղ, Այդ այսինքն թրիփի։ Այո։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմի պատճառով թրիփի կառուցումը գուցե հետաձգվի, որտեղ Ամերիկայի գլուխը հիմա խառն է ուրիշ բանով։ Ստե մի քիչ ուրիշ տարբերակ, եկեք ասենք ոչ թե գլուխը խառն է, այլ եկեք հասկանանք էլի այդ թրիփի տրամաբանությունը, փորձենք հասկանանք։ Ասենք թե այս կոնֆլիկտը երկու ելք ունի։ Մեկը դի պարտվի։ Հիմա պարտվողը ինչ հայտարարություններ անելու եւ այլն, դա երկրորդական է։ Իրականում դաշտում կլինի պարտվող եւ շահող, չէ՞։ Հիմա պատկերացնենք, որ Իրանը տապալվեց, հարց է առաջանում Միացյալ Նահանգներին այդ 50 կիլոմետր, 50-60 կիլոմետր սարսափելի ծանր ռելիեֆով ճանապարհ կառուցելը ինչին է պետք, եթե Իրանի տարածքը ձեռն է։
Այսինքն էլ իմաստը կկորի դրա։ Իհարկե։ Հակառակը Միացյալ Նահանգները դուրս եկան, Իրանը չտապալվեց, Իրանը թույլ կտա, որ իր սահմանում։ Իսկ Իրանն արդեն ավելի ուժեղացած այդ դեպքում դուրս կգա այս խաղից։ Այսինքն այդ տրիպի տրամաբանությունը արդեն հնացած է, չկա, ակտուալ չի։ Ձեր գնահատմամբ, բայց այս պարագայում, իսկ եթե պատկերացնենք, որ ամեն դեպքում պատերազմը ունենա այն ելքը, որի մասին մի քիչ առաջ խոսեցիք, որ ամեն դեպքում չլինի հստակ պարտվող եւ հաղթող, այսինքն Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին այս պատերազմից դուրս գալու ինչ որ բանաձև գտնի, Իրանն էլ հարաբերականորեն պահի իր դիրքերը։ Այդ պարագայում թրիփի ակտուալությունը դեռ չի շարունակի մնալ։ Ոնց։ Այդ պարագայում Իրանը թույլ կտա, որ իր սահմանին էլի նոր զարգացումներ լինեն, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, եւ մենք հենց չենք խոսում մյուս խաղացողների մասին տարածաշրջանի։ Այսինքն ռուսների վերաբերմունքը այս սիտուացիա։ Դա էլ կարող է գումարվել սրան եւ եւս մյուս ազդող գործոնալիները թույլ չտալ։ Թուրքերը իմ կարծիքով այս իրավիճակը որ ստեղծվեց միջազգային ինքը իհարկե ազդեցություն ունի մեր տարածաշրջանի վրա, բացի դրանից որ մեր սահմանների մոտ այդ ամեն ինչ կատարվում եւ ընդհանուր գլոբալ քաղաքական առումով բերեց դրան, որ այլևս ակտուալ չի։ Այդ պարագայում շատ կարևոր հարց է ծագում։ Վերջին տարիներին Ադրբեջանը ամեն կերպ առաջ էր տանում Նախիջևանի հետ միջանցք ստանալու հարցը։ Եվ վերջին ամիսներին դա մտավ թրիփի օրակարգի մեջ։ Այսինքն այդ արեց որ թրիփ կլինի, դա միջանցք չէ եւ այլն եւ այլն։ Չնայած Ադրբեջանում ինչ որսել անկախ դրանից շարունակում Զանգեզուրի միջանցք ասել։ Հիմա եթե թրիփը դուրս գա օրակարգից կամ դա անորոշ ժամկետով հետաձգվի, այդ դեպքում Ադրբեջանից ու Թուրքիայից ինչ գործողությունների սպասենք, որտեղ Նախիջևանի հետ կապվելու եւ Ադրբեջանի ու Թուրքիայի կապը ստեղծելու հարցը օրակարգից դժվար դուրս գա։ Դե գիտեք ինչ, դա բանակցային process է։ Շատ հանգիստ բանակցային process կարա տեղի ունենա եւ ինչ որ կոմպրոմիսների, ասենք թե կոմպրոմիսային հարցերը լուծելով կարան հասնեն ինչ որ լուծման։ Բայց եկեք հիմա դրա մասին չխոսանք, ինչի համար, հայկ ջան։ Դա ոչ թե երկրորդական, այլ 10-րդական է արդեն հիմա դարել։ Միջև այդ բոլոր հարցերը, գլոբալ հարցերը ռեգիոնալ առումով խոսքը վերաբերում է Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել։ Մինչև դա չլուծվի, այս հարցը մնալու է դարակում։ Անշուշտ։ Ինչու են բայց այս հարցը տալի, որովհետև վերջին տարիներին, անկախ ամեն ինչից, այս հարցը Ադրբեջանի ու Թուրքիայի ցամաքային հաղորդակցություն ստանալու հարցը օրակարգում եղել է։ Եվ եթե թրիփի հարցը դուրս գա, արդյոք դա չի կարող անվտանգային նոր ռիսկ ստեղծել Հայաստանի համար։ Ճիշտ է, հիմա հայտարարում է, որ խաղաղություն է, բայց այդ դեպքում կարող է արդեն ճնշումը մեծանալ։ Հայկ ջան, անվտանգություն, որ մենք ասում ենք անվտանգություն։ Ասենք թե ես հեծանիվ չեմ հորինելու եւ այն ինչ որ հիմա ասեմ, դա իմ գաղափարը չէ։ Դա ասելը 100 տարիներ առաջ մեզ բոլորիս հայտնի Կանտը, որ պետությունը կարա իրան անվտանգ զգա։ Ու ինքն էլ պատասխանում էր այդ հարցին։ Այն պետությունը, որը չի զոհաբերում իր ազգային շահերը հանուն անվտանգության, եւ այն պետությունը, որը կարա ռազմական պատասխան տա ագրեսորին։ Այդ պետությունը կարա իրան անվտանգ զգա։ Այդ մեկ։ Երկրորդը, ինչի ենք մեկ եկել հասել այս իրավիճակին, այդ դրա պատասխանը մահանալուց 1-2 տարի առաջ տվեց Կիսենջեր, որ այդ գլոբալ խնդիրը, գլոբալ պրոբլեմը հանդիսանում է այն, որ մենք գտնվում ենք արևմտյան քաղաքական էլիտաների դեգրադացիոն process-ների մեջ։ Հիմա հիշելով հանգուցալ Կիսենջերի խոսքերը, եկեք փորձենք համեմատենք օրինակ նույն Կիսենջերին կամ նույն Բժեզինսկուն ներկայիս ադմինիստրացիայի յուրաքանչյուր անդամի հետ ներառյալ առաջի դեմքի հետ։ Ուղղակի հնարավոր չի։ Դա ավելի կոպիտ բան էին ասում, բայց ասում եմ ներկայիներս կարեն իրանց սուրճ բերեին։ Օրինակի համար ոչ ավելի։ Դա կա եւ դա
խոսքը չի վերաբերում Միացյալ Նահանգներին, խոսքը վերաբերում է ամեն օր արևմուտքում ինչա կատարվում։ Ինձ համար ժամանակին, ասենք թե տգիտության, ասենք թե գագաթը ժամանակին կար խոսնակ Սպիտակ տանը Պսակի։ Անգամ ասում են բթության բան կար, աստիճան կար, 1 պսակի, 2 պսակի, 3 պսակի, բայց պարզվեց, որ Պսակին աստղ է, որովհետև Պսակից հետո եկավ Լիզ Տրասը, օրինակի համար, կամ Աննա Լենա Բերբոկը, կամ ներկայիս Եվրոմիության արտգործ նախարարը Կայա Կալասը, որը հայտարարել է, որ ինքը ուզում է շատ գիրք կարդա, որ խելոք լինի։ Եվ այլն։ Այդ պրոցեսները կան, ցավոք սրտի։ Եվ մենք չենք կարող համեմատենք, ասենք, Մակրոնին Դեգոլի հետ կամ Միտերանի հետ։ Այնպես եվրոպական երկրներում արկա ճգնաժամն էլ է դրա մասին խոսում։ Եվ վերջին այս պատերազմը մինչան շատ հետաքրքիր իրավիճակ ստեղծեց, եւ որ Թրամփը կոչ արեց, որպեսզի եվրոպական երկրներն օգնություն ուղարկեն Հորմուզը բացելու համար, ասին դա մեր պատերազմը չի, մեզ մի ներքաշեք։ Եվ ինչն է հետաքրքիր, միշտ ընդունված էր համարել, որ ՆԱՏՕ-ն շատ կուռ դաշինք է, եւ հատկապես այդ քննարկումները մեզ մոտ Հայաստանում շատ ակտուալ էին հապկի ստեղծված խնդիրների բերումով։ Երբ որ ակնհայտ դարձավ, որ այո, Հայաստանը, կենտրոնասիական երկրներ ամեն ունի իր տարբեր ընկալումներ անվտանգության մասին։ Բայց հիմա պարզվեց, որ ՆԱՏՕ-ում էլ ԱՄՆ-ն այլ խնդիրներ ունի, Եվրոպան այլ հարցեր ունի, եւ եվրոպական երկրները իրենց գլխավոր անվտանգության երաշխավորին փաստացի կարող են ասել, չէ, մենք չենք խաղում այս ամենը։ Գիտեք ոնց է, այդ ՆԱՏՕ-ի գաղափարախոսությունը շատ խոցելի է, որովհետեւ ՆԱՏՕ-ն հայտարարված էր, որ դա պաշտպանական բլոկ է, եւ ինչի համար է ստեղծված սոցիալիստական ճամբարի դեմ։ Բայց խսան փլուզվեց իրենք էլ ընդդիմեցին։ Փլուզվեց։ Հայտարարեցին, որ չէ, ռազմական չենք, ռազմաքաղաքական ենք։ Եվ որ ասենք թե ընդլայնվում էին դեպի արևելք, որ հարցում են խեք ընդլայնվում, ում դեմ եք ընդլայնվում, ասում են Իրանի կամ Իրաքի դեմ, կամ Կորեայի դեմ, բայց քարտեզի վրա նայում ես Ռուսաստան։ Հա, չի ստացվում, էլի։ Եվ ՆԱՏՕ-ի տապալումը սկսվեց երկու գործընթացից։ Նախ այդ ընդլայնման հետ կապված, որը շատ արհեստական էր, որովհետև իրանք ընդգրկում էին այն երկրներին, որոնք բացարձակապես որևէ ստանդարտով, անգամ քաղաքական մտածելակերպով մոտիկ չէին հիմնադիր անդամներին։ Այդ մեկ, եւ երկրորդը միջև այդ բան էին անում, ընդունում էին ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներ, հելը ընդլայնման մասին խոսք չի, որոնք ընդհանրապես շատ հեռու են այդ ամեն ինչից, եւ դրա առաջի օրինակը Թուրքիան, ինչ ՆԱՏՕ-ի անդամ, որ եկեք խորը մտածենք։ Այսինքն գեոպոլիտիկ հարց կար այդ։ Այո, սա ուղղակի գեոպոլիտիկ հարցի ինչ որ լուծում էր, մեխանիզմ։ Արդյունքում անցան տարիներ եւ այդ ամեն ինչը իրան զգացնել տվեց։ Գիտեք ոնց է, դուք չեք կարող պահանջեք, ասենք թե Բուլղարիայից, ասենք թե իր ասենք թե ՎՎՊ-ի կամ քանի 20%, քանի տոկոս էր ուզում Տրամպը։ 5 կամ ավել։ Դուք չեք կարող պահանջեք Բուլղարիայից կամ ասենք թե Ռումինիայից կամ Հունգարիայից այդ 5%-ը տալ, չունեն այս մարդիկ։ Ինչի մասն է խոսքը։ Հիմա Տրամպը ասել է, այ տեսեք, մենք որ կարիք ունեցանք, դուք մեզանից փախակ, մենք ձեզ պաշտպանում ենք։ Ումից։ Եվ ոնց եք պաշտպանում։ Սա այս ճգնաժամը ամերիկյան ներկայիս վարչակազմի եւ եվրոպական էլիտաների միջև կարող է հանգեցնել նրան, որ այս պարագայում ՆԱՏՕ-ն թեկուզ ոչ դե յուրե, բայց դե ֆակտո տրոհվի, կորցնի իր նախկին նշանակությունն ու դերը եւ այդ պարակտումը խորանա, թե ամեն դեպքում անկախ ամեն ինչից ԱՄՆ-ի համար կարեւոր է այդ հենակետն ունենալ Եվրոպայում, որտեղ Ռուսաստանի հարցը։ Գիտեք ինչ, ես ասենց եմ պատկերացնում։ Ներկայիս զարգացումները բերում են դրան, որ արդեն երևի թե այդ գործընթացը չի վերջնականացել, բայց մոտ է իր ավարտին,
որ Եվրոպան, որ ասում եմ Եվրոպա խոսքը վերաբերում է միացյալ Եվրոպային, ինքը դարձավ քաղաքականության մեջ սուբյեկտից օբյեկտ դառավ։ Ինքը օբյեկտ է արդեն։ Էլի, ոնց որ ասենք թե նույն ՄԱԿ-ը օբյեկտ է։ Մի հատ շատ լավ համեմատություն էին անում, ասում եմ ՄԱԿ-ը ում է նմանվում ներկայումս, ասում եմ ՄԱԿ-ը նմանվում է ընտանիքում մի տատիկին, որին բոլորը հարգում են, բայց բանի տեղ չեն դնում։ Նույն բանը Եվրոպայի է կատարվում։ Կամաց ուղիղ գնում են։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա շատ հետաքրքիր հարց եք դրել, բայց նկատել եք երևի, որ զուգահեռ այս ամեն ինչին, ասենց նոր փոքրիկ ՆԱՏՕ են ստեղծում ՆԱՏՕ-ի մեջ։ Եվրոպական։ Այո, եվրոպական ենթակառույց են ստեղծում կամաց։ Շատ լավ հասկանալով, որ Միացյալ Նահանգները յուրաքանչյուր բան կարան դուրս գան։ Բայց շատ կարևոր է այստեղ հասկանալ, թե պարզ է այս պարագայում Եվրոպան կամ եվրոպական երկրները, եթե ցանկանում են իրենցից լուրջ քաշ ներկայացնել, այո, պետք է անվտանգության իմաստով ինքնաբավ լինեն։ Բայց շատ հետաքրքիր են, որ այո, ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, բայց հաճախ մենք հատկապես Գերմանիայից եւ ոչ միայն Գերմանիայից հայտարարություններ ենք լսում, որ Ռուսաստանի հետ պատերազմ է լինելու, անմիջական, եւ մենք պատրաստվում ենք այդ պատերազմին։ Արդյոք իրոք հորիզոնում նման բան կա։ Ես որևէ նախադրյալներ չեմ տեսնում, անկեղծ ասած։ Դե այդ պարագայում եթե չկա, այդ խոսակցությունները ինչի համար են, պարզապես, չգիտեմ, հնարավոր անվտանգային ծախսերի միջոցառումների հիմնավորելու համար սեփական հասարակությունների։ Գիտեք, ասենց ասեմ, իմ խորին համոզմամբ, եթե ռուս-ուկրաինական, իսկ ռուս-ուկրաինական սխալ է ասել արդեն, ռուս-համաեվրոպական հակամարտությունը ավարտվի, դա զուգահեռելու է միևնույն ժամանակ ավարտը այս ներկայիս քաղաքական էլիտայի համար, իրանց քաղաքական կյանքի, վերջ, չի լինելու։ Այդ իսկ պատճառով իրանք փորձում են դա միշտ պայել լարվածության մեջ, միշտ շարունակել, շատ լավ հասկանալով, որ նստած են մի ճյուղի վրա, որը մյուս կողմից կտրում են։ Հրաժարվում են ռուսական էներգոռեսուրսներից, հրաժարվում են յուրաքանչյուր կոնտակտից եւ այլն, հայտարարում են, որ իրանք ապրում են, ասենք թե Պարադայզի այգիներում եւ դուրսը ջունգլիներ են։ Դա ապագա չունի, ընդհանրապես ապագա չունի։ Եվ առիթ եմ ունեցել ասել, արևմուտքից հաղորդություն չի գա, ոչ մի տեղ, ոչ մեր մոտ, ոչ ասիական տարածաշրջան, մերձավոր արևելք, դեպի Չինաստան, Հնդկաստան, չի գա դա։ Գանք Թուրքիային, պատերազմը մեկնարկից ի վեր առնվազն 3 դեպք եղավ, եւ որ Թուրքիայի տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ հարձակվեցին, հայտարարեց, որ դա Իրանից է, բայց Իրանից երկումները եղան եւ նաեւ տրամաբանությունը չէր երևում, թե ինչ։ Բարձր Իրանը հայտարարել է, որ կխոցի, եթե օգտագործի, բայց ակնհայտ է առնվազն, որ Թուրքիան դեռ թույլ չի տալիս դա անել իր տարածքից։ Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու հավանականությունը եւս մեծ է, թե ոչ, որտեղ փորձերը առնվազն կան։ Չեմ կարծում, գիտեք ինչ, մենք Էրդողանին կարանք սիրենք կամ չսիրենք, ըստ երևույթին չենք սիրում բոլորս, բայց համարել, որ ինքը դեգրադացված քաղաքական գործիչ է, ոչ։ Ինքը չի թույլ տա, որ Թուրքիան ներքաշվի այդ պատերազմի մեջ, շատ լավ հասկանալով ինչ ավարտ է դա ունենալու։ Ինչ ավարտ է ունենալու եւ իրան պետք չի իր սահմաններին թշնամի իսլամական պետություն ունենալ, բացարձակապես, այն էլ շիիտական։ Այն էլ նաև հաշվի առնելով Իսրայելի հետ հարաբերություններն ու Իսրայելի ուժեղացումը, որ հենց իր համար Թուրքիայի համար է ստեղծել։ Կան իհարկե ստորջրյա քարեր, հոսանքներ եւ այլն, ասենք թե խոսակցություններ կան, որ այս ֆոնի վրա դատապարտվող հայտարարությունների վրա Իսրայելը նկատի ունեմ, ասենք թե երրորդ երկրների միջոցով զենք զինամթերք է վաճառում Իսրայելի։ Կան այդ խոսակցությունները, ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, չեմ կարող ասեմ։ Բայց ես չեմ կարծում, որ ներկայիս Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ ներքաշվի այդ պատերազմի մեջ։ Ինքը բավականին չեզոք դիրքորոշում կունենա։ Եվ վերջին հարցը պարոն Մանասարյան, մեզ է վերաբերում։ Մի քանի ամսից ընտրություններ են լինելու։
Մենք այս ընթացքում արտաքին աշխարհից մի քանի տեղերից ազդակներ լսվել են։ Այսինքն Թուրքիայից եղավ հայտարարություն աջակցող գործող իշխանությանը, Եվրամիության կողմից աջակցությունը տեսնում եք, Վենսիայից եղավ, չնայած հիմա Իրանի շուրջ իրավիճակը բավական անորոշ է, բայց ամեն դեպքում։ Եվ մյուս կողմից, այո, մենք հիմա կայուն քիչ թե շատ իրավիճակ ենք տեսնում, որը իշխանությունը պնդում է, որ ահա սա խաղաղությունն է եւ սա պետք է ամրապնդել։ Եվ զուգահեռաբար մենք նաեւ արդեն նշмарվում է, թե ինչ գործընթացներ կարող են լինել ընտրություններից հետո, եթե գործող իշխանությունը նաեւ հաղթում է։ Դա թե սահմանադրության հարց է, գումարած Ադրբեջանից չդադարող հայտարարություններ Արևմտյան Ադրբեջանի, ադրբեջանցիների վերադարձի մասին եւ ակնհայտ է, որ դրանից հետո Ադրբեջանն արդեն կոնկրետ գործողությունների կարող է անցնել եւ կոնկրետ հարցեր դնել սեղանին։ Ինչ է սպասվում։ Դժվար է ասել, Մայք ջան, նախ սկսենք դրանից, որ նախընտրական գործընթացները դեռ չեն սկսվել պաշտոնապես։ Չնայած ասենք թե իրականացվում են որոշ բաներ, բայց պաշտոնապես չի ստեղծվել։ Իրականությունը եւ դա գաղտնիք չի, որ ձևավորված է անդիմադիր, ասենք թե կուսակցությունների կամ միությունների դաշտ, որը պայքարելու է պարլամենտական տեղերի համար։ Ես կարծում եմ, որ հեշտ գործընթաց չի լինելու, իհարկե։ Ասված եմ կանչում, որ ամեն ինչ հանգիստ անցնի, թե ոնց է ձևավորումը գնալու, ոչ ոք չի կարող ասի։ Մենք լսում ենք ամեն օր խայտաբղետ սոցիալական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք տարբեր թվեր են ներկայացնում, դժվարանում եմ ասել։ Իրոք դժվարանում եմ ասել, ստեղ որևէ ինչ-որ կանխատեսում շատ անշնորհակալ գործ է։ Չէ, իմ հարցի հետևյալ իմաստը հետևյալն է, ոչ այնքան թե ինչ արդյունք մենք կունենանք, դա ցույց կտա ընտրությունների օրը, այլ թե մենք ինչ Հայաստան ենք ունենալու 2, 3, 4, 5 տարի հետո, եթե գործող իշխանությունը հաղթում է եւ իրականություն է դարձնում այն, ինչը բացահայտ հայտարարվել։ Մենք հայտարարել ենք, որ մենք եվրոպական ճանապարհով ենք գնում զարգացման, այսինքն մենք էլ ենք օբյեկտ դառնում քաղաքականության մեջ։ Ինչ վերաբերվում է, ես հասկանում եմ ձեր ենթատեքստը հարցին, ասենք խոսքը վերաբերում է մեր հարևաններին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Գիտեք ինչ, սկզբունքորեն ունենալ հարաբերություններ այդ երկրների հետ ված չի։ Բայց պետք է ունենալ հարաբերությունների ֆորմատն է հարցը։ Այո, պետք է ունենալ հարաբերություններ պահպանելով ազգային արժանապատվությունը։ Միանշանակ, առանց դրա չի լինի։ Հիմա խոսքը հայտարարում է այն մասին, որ խաղաղություն է, բայց ակնհայտ է նաև, որ պահին Ադրբեջանում որոշում կայացվի, որ պետք է հակառակը լինի, ապա դա կլինի։ Այսինքն ամբողջությամբ արկա կայունությունը դա թելադրված է միայն Ադրբեջանի ղեկավարի ցանկությամբ։ Եվ որ պայն այդ ցանկությունը հակառակը թելադրի, ապա կլինի հակառակը։ Այդ դեպքում ինչի սպասել։ Որովհետև այն հարցերը, պահանջները, որ Ադրբեջանը դրել է օրակարգում, ակնհայտ է, որ իրենք դա առաջ են տանելու։ Դուք հիշում եք հանդիպումը Երակողմ Վաշինգտոնի։ Այո, որ ասին երաշխիքը ով է ալնելու։ Ասաց ես, պրոբլեմա լինի Տրամպը։ Զանգեք։ Դու եթե ինչ-որ բան են, թող զանգեն Տրամպին։ Որը 3 տարուց չի լինի։ Չէ, հանակ ենք անում, բայց իրոք լուրջ է իրավիճակը։ Այո, խաղաղություն կա հիմա, այսինքն սահմաններին չեն կրակում, բայց ես խիստ կասկածում եմ կայունության աստիճանի վրա։ Կայուն, արդյոք դա կայուն է, արդյոք դա երկարատև է, արդյոք վաղը մի հատ որոշում կայացվի եւ վիճակը կարդինալ փոխվի։ Եթե որևէ բան չարվի Ադրբեջանի ցանկությամբ, ապա պահպանվի թե ինչ լինելու։ Բարդ է շատ։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար, պարոն Մանասարյան։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ զրուցակիցս էր նախկին փոխարգործնախարար արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։